Ողջույն, խորհրդարան կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, ինչը չափազանց տրամաբանական էր։ Հայաստան խմբակցության падգամավորները հարցնում էին падգամավորների, կառավարության անդամների ստացած մինչև 9 միլիոն դրամ, Նիկոլի ու տեղակալների դեպքում մոտ 52 միլիոն դրամ պարգևավճարների մասին, որոնց պատասխանը չկա։ Չեն կարողանում բացատրել, թե ինչու, ինչ հիմնավորմամբ եւ ինչ միջոցներից են ստացել այդ փողերը ու կատաղում են։ Ասում է թալանը հետ ենք բերել, պարգևատրվել ենք։ Պատգամավորները հարցնում են. «Բախր դուք ասում էիք, թալանը հետ եք բերելու, կոպեկ բաժանեք ժողովրդին։ Չեք խոսել պարգևատրման մասին»։ Եվ իրականում, եթե պետք է թալան հետ բերես ու վերցնես քեզ, դա էլ թալան չէ։ Ասել ես կոպեկ վերադարձնում ենք ժողովրդին ու կոպեկ տվել ես ՔՊԱ-ականներին, պահել քեզ։ Հետո իրեն ուղեց, բայց արդեն ավելի վատ բան ստացվեց։ Ասում է թալանը հետ ենք բերել, դրա 0.00001%-ը պարգևատրվել ենք։ Ասում է Նիկոլը, համաձայն իրեն 8 տրիլիոն դոլար թալան է հետ բերել, որից 8 միլիոն դոլարը բաժանել է իրենց։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների բյուջեից ավելի շատ թալան է հետ բերել։ Աբսուրդ է դա։ Լավ կհարցնեք, իսկ որտեղից են այս մարդիկ պարգևավճարները ստացել, ինչ գումարներից։ Պատասխանը տալիս է կառավարությունը այսօրվա նիստում։ Հայաստանը 150 միլիոն դոլար նոր վարկ է վերցնում։ Շատ թանկ 4.7%-ով եւ նպատակը 25 թվականի, այսինքն նախորդ տարվա բյուջեի, պարգևատրված տարվա բյուջեի կատարման համար։ Այսինքն պարտքով պարգևատրվել են, հիմա վերցնում է պարտք, որ փակի այդ փողերը։ 150 միլիոն դոլար վարկ են վերցնում այն բյուջեի համար, որ ասում էին գերակատարել ենք, սաղ ծրագրերն արել ենք, 8 տրիլիոն դոլար թալան է հետ բերել, բայց 150 միլիոն դոլար վարկ է վերցնում։ Լուրջ չէ։ Այս մարդուն, որ հարցնում էին այսքան պարտք ինչ եք վերցրել, նախ ասում էր զենք ենք առել, հետո ասաց արցախցիների համար ենք վերցրել։ Պարզվեց սաղ սուտ է, վերցրել են ու բաժանել ըստ երևույթին իրար մեջ, բայց այդպես չի ասելու։ Հա, կարող է մի քանի արցախցի օգտված լինի այդ ընթացքում, բայց զուտ այն պատճառով, որ կառավարության անդամ է ու մտնում է պարգևավճար ստացածների կազմի մեջ, օրինակ ԱԽ քարտուղարը, Գենշտաբի պետը եւ այլն։ Նիկոլ Փաշինյանն ինքը իր աշխատավարձը բարձրացել է ամեն ամիս մոտ 4000 դոլարով, ամեն ամիս։ Այդ աշխատավարձը վճարելու փող կառավարությունը չունի ու դրա համար վերցնում է վարկ։ Այսինքն պետությունը բարձր տոկոսով վարկ է վերցնում, մեծ գցում է պարտքի տակ, որ Նիկոլ Փաշինյան ամիսը 4000 դոլար ավել աշխատավարձ ստանա։ Ամեն անգամ հարց ենք տալիս, 7.5 միլիարդ դոլարով ավելացրել եք պետական պարտքը, ուր են այդ փողերը, ինչ եք արել, եթե մեր պետության մեջ բացի ՔՊԱ-ականների ունեցվածքի ավելացումից, այդ զարգացում չենք տեսնում։ Հիմա կարդում եմ ընդամենը մեկ տարվա 2025 թվականի միայն իմ հաշվարկած պարտքի ցանկը։ Եվ այսպես, 2025 թվականի հենց առաջին կառավարության նիստի ժամանակ հունվարի 9-ին համաձայնություն տրվեց ռեկորդային 236 միլիոն եվրո վարկային համաձայնագրի, 60 կիլոմետր ճանապարհ պետք է սարքեին ու ինչ-որ թունել։ Նույն ամսին մի հատ էլ 45.3 միլիոն եվրո վերցնելու համաձայնություն տվեցին։ Դա էլ առողջապահական ծառայությունների որակի գնահատման ու նման բաների համար էր։ Հաջորդ վարկը 102 միլիոն դոլար էր վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից։ Հաջորդը 26 միլիոն եվրո վերականգնման վարկերի բանկից, էներգոարդյունավետության զարգացում այդ նպատակով։ Դիմակայում Սյունիք ծրագրի համար Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքեցին 50 միլիոն եվրոյի համաձայնագիր։ Նույն օրը մի հատ էլ 96.5 միլիոն եվրո վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ համաձայնեցրին զբոսաշրջության զարգացման համար իբր։ Անցնենք առաջ։ 39 միլիոն եվրո վարկի համաձայնություն տրվեց Էլի Վզեբից Երևանում մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով։ Այսինքն Սարյան փողոցի հայտնի պոչտան քանդում են, տեղը շենք սարքեն ու վերցնում են 39 միլիոն եվրո վարկ։ Մյուս վարկը զարգացման ֆրանսիական գործակալությունից էր դա էլ 150 միլիոն եվրո։ Դա էլ էր բյուջեի դեֆիցիտի փակման համար, վարկի տևողությունը 20 տարի։
Այսինքն ինչ է ստացվում 25 թվականի ճոխ պարգևատրման տարվա բյուջեի կատարման համար վերցրած վարկը պետք է փակվի մինչև 2045 թվականը 20 տարով վարկ են վերցնում փակեն 1 տարվա բյուջեի դեֆիցիտը փակելու համար Այն տարվա, որի ժամանակ միանվագ դեկտեմբերին պարգևատրվել են 8 միլիոն դոլարով։ Հաջորդ վարկը 66 միլիոն եվրո էր Գերմանիայի կառավարությունից էներգոարդյունավետության, կրթության, ջրային ենթակառուցվածքների եւ այլնի համար։ Դրանից հետո վերցրեցին արդեն 250 միլիոն դոլար Ասիական զարգացման բանկից։ Նույն տարվա հաջորդ վարկը 88.5 միլիոն դոլարն էր կրկին Ասիական զարգացման բանկից։ Մեկ այլ համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցրին մոտ 175 միլիոն դոլար վարկ, իբր բարեփոխումների, մակրոտնտեսական կայունության եւ այլնի համար։ Դրանից հետո Էլիվզեբից համաձայնեցրին 74 միլիոն եվրո վարկ ոռոգման ջրերի թեմայով, այն որ 100 հատ արդեն վարկ են վերցրել, բայց մեկ է գյուղացին բողոքում է ոռոգման ջրից։ Ժորժ ջան, ես այսպես արագ 10 րոպե կարդացի միայն 1 տարում սրանց վերցրած վարկերի միայն վերնագրերը։ Հələ պատկերացրեք 7 տարուց ավելի, այսպես այսքան վերցնում են սրանք։ Այս ամեն վարկը եղել է 10-ից մինչև 25 տարի։ Սա նշանակում է Նիկոլը հունիսին էլ չի լինելու ՀՀ վարչապետ, բայց իր վերցրած վարկերի տոկոսների սպասարկման ամբողջ բեռը մեր պետությունը կրելու է մինչև 2055 թվականը։ Սրա վերցրած այս ճոխ պարգևատրման վարկերը մեզ հետապնդելու են մի 30 տարի։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 10 միլիարդ դոլար։ 3 տարի անց 25-ի դեկտեմբերի 31-ին արդեն 4.5 միլիարդ դոլարով ավելի, 14.5 միլիարդ դոլար։ 3 տարում հավելացել է 4.5 միլիարդ դոլարով։ Էսա ժողովուրդ ջան, վարկ են վերցնում ու պարգևատրում մարդկանց, որոնք սրանից 7 տարի առաջ ապառիկով տելևիզոր չէին կարողանում առնել։ Հիմա միայն մի պարգևավճարով տան ամեն մի պատին 6 հատ հեռուստացույց կարող են կախել, Բոշայի յուղն է։ Իրենք պարգևատրվում են ու ձեզ ասում, այն որ ասֆալտը սարքել եմ, ավտոները քիչ են փչանում, դա հաշվեք ձեզ պարգևատրում։ Այն որ խառը կանաչու գինը 10 դրամով իջել է, հաշվեք բարձրացել է ձեր թոշակը։ Այն որ բենզինի գինը իջել է 40 դրամով, ուրեմն հաշվեք, որ ձեր աշխատավարձը բարձրացել է։ Իսկ իրենց ԿՊԱ-ականներին պարգևատրում է նախտ փողով։ Կարճ ասած, այս ողբերգությունը ազգային ժողովի ամբիոնից չէր կարող ասել։ Դրա համար ամենահեշտ տարբերակը հիստերիկանալն էր, որպեսզի մարդիկ շեղվեն, գնան այլ ուղղությամբ, սկսեն իրեն թեկուզ ծաղրել, ձեռք առնել, բայց չասեն թալանչի։ Նիկոլ Փաշինյանը չի սարսափում, որ իրեն ասում են դավաճան, մարդասպան, հողատու, հայրենիք վաճառող, հակաստված ու սրբապիղծ։ Նա սարսափում է, որ հանկարծ իրեն չասեն թալանչի, բայց ասում են։ Հիմա հարց 7.5 միլիարդ դոլար պարտքը ավելացել է։ Ոչ փողը կա, ոչ արդյունքը կա։ Դրա անունը դուք ուրիշ ինչ կդնեք, բացի թալանից։